անում վարչապետին։ Նախ վարչապետը, որտեղ մեր պետության ղեկավարն է, երևի Ամերիկայից էր, այնպես ինչպես դուք Թրամփին եք պաշտպանում կամ Բայդենին։ Ընդհանրապես անկախ որևէ բանից, եթե պարսկահայ է սովորապարանտից է լինում, այնպես ինչպես չէ, դե իրենք ծագումով լինում է, որ ասեմ ես, այնպես ինչպես իրանահայությունը պաշտպանում է օրվա իշխանությանը եւ ուրիշ բան չի անում եւ ճիշտ է անում։ Ուրեմն սա մեկ, երկրորդը, որովհետեւ վարչապետ այդուհանդերձ բոլորով իր թերություններով, առավելություններով, որ դուք եք ուզում մազից մանանեղ բոկեք, որը ուրեմն, որովհետև Հայաստանի պետականության գոյությունը այսօրվա կապված է վարչապետի գործունեության հետ, որտեղ մենք Ռուսաստանի կողմից ձեր սիրելի ոչնչացման վտանգի տակ ենք, որպես պետականություն։ Եվ այսպես ես ասեմ, ժամանակին եղել է այդպես նաև խոսակցություն, երբ որ մենք վարչապետի հետ առաջին անգամ ծանոթացանք, ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ եւ իմ ընկերները համաձայն են, որտեղ ես ընդհանրապես չեմ խաբում, գտնոր քաղաքականության մեջ խաբելը ստորություն է, անձնական շահեր առաջինը Հայաստանի բարակայով առաջ մղելը, ինչ-ինչ պատրվակներով, էլի ստորություն է։ Ես ասել եմ, ինչքան դուք Հայաստանի պետականության կայացման եւ կառուցման գործին նվիրված եք, կլինեմ ես ձեր կողքին եմ, որպես ինքնուրույն մարդ, որտեղ ես ակադեմիական եմ եւ ես կարող չեմ ունեցել քաղաքականություն մտնել, ճեղեմ մտնեմ։ Եղել է հանգամանքներ, ժողովրդի բանտ շատ մեծ է եղել եւ ես կանգնել եմ այս տեսակետին եւ բնական է։ Եվ մենք վարչապետը Բարզեինքը իր կուսակցությունը իրենք ես որպես եւ իմ նմանները որպես նոր կուսակցություններ, որոնց Պետրոս այդպես էլ չի ուրեմն մեռել դիագներ հրավերելով, բայց այս կուսակցությունների չի հրավերում։ Բայց Սերժի ժամանակ շաբաթ ամիսը մեկ էինք այդտեղ էլի, բայց այսպես ուրեմն դավադրություններ կան այստեղ, որտեղ այդտեղ բևեռ է պետք իրեն էլի երևի կամ իր նմաններին, բայց հիմա անցնենք դա բան չի։ Ուզում եմ ասել, որ այո, երբ որ երրորդ հարցը կա եւ մենք կոնցեպցիայով մեր ինքնուրույն քաղաքականությամբ փորձում ենք օգնել պետականության ինչպես ցանկացած ընդդիմադիր կուսակցություն։ Բայց Հայաստանում ընդդիմությունը հասկանում է Ռուսաստանի շահեր պետության դեմ կռիվանելը։ Դա ռևանշիզմ է, փոխվերեժ է, դա նաև գողականություն է, որովհետև թալան է տեղի ունեցել, ովքեր են այսօրով է փողոցում ապստամբություն, ովքեր ունեցվածք ունեն, ուրիշ տեսել եք մի քանի միամիտ մարդկանցից, նույնիսկ Արցախահայությունը, որի վրա ստավկա դրեցին, հասկա չէ, որ պետք է Արցախահայությունից ես այդ իմաստով հիացած եմ, որ մի քանի հոգի հանում են, դե դա ուրիշ է, բարեկամ ընկեր, վեզոկալոնկա չգիտեմ դուխի մուխի լվացքի մեքենա, այս հանում ենք Արցախահայությունը ըստ էության կանգնեց Հայաստանի պետականության կայունության հետևաբար իշխանության կողքին, այսպես ձևն է տարբեր, եւ դրա համար իրականում մեր ժողովրդից ես գոհ եմ, որտեղ ինքը այդ հասկանալու պրոբլեմ բան, հիմա փոփոխություններ կան թե չէ, միայն թուրքերեն ասեմ քորը, հա, կարող է գույրը մտքով, բայց քորը աչքերով չի կարող տեսնել Հայաստանի փոփոխությունները։ Այսօր գողապետության պարագլուխները իրենց ախրանաներով, ռուսերեն եմ ասում, իրենց ջիպերով սլանում են այն ասֆալտապատ ճանապարհներով, որը կառուցվել է հեղափոխությունից հետո, որտեղ փոսերից դուրս գալ չկար, հայտարարում եմ։ Հայաստանի Հանրապետությունը ներքին հանդ, ուրեմն չկա միտեղ, որ ասֆալտը չի հասել այդ գյուղ։ Մի քիչ ուրեմն վերջերս եղա բանում Ահնի ձորում, որտեղ գնացել է Հրանտ Մատևոսյանը ուզում է անպայման ծննդավայրից գյուղից այդ մի հատ հաղորդում տալ։ Ուրեմն ասֆալտը ճանապարհը գերազանց մեր չափերով հասել է տեղ, ասում են լայն չի։ Ուրեմն պատկերացնում եք, որտեղ կա չէ պատմա, էշը չի անցել, ասում եմ այ քեզ բան, այդ լայնը փող է, այդ հսկա տարածքը ենթադրենք լայն ճանապարհ են անում, մեքենան կանգնում անցնում է, վերջացը, ուզում եմ ասել չկա այդպիսի բնակավայր, եւ չեմ ասում բան, մնացածը շարունակում, սա մեկ։ Հայաստան ես ժամանակին նոյեմբերյանի նախկին շրջանից վերքապերն էր թե որը, լավ չեմ հիշում գյուղը։ Երբ տեսել եմ մի խարխուլ քանդված դպրոց, որտեղ աղետալի մի վիճակ էր, ես եկել եմ եթեր եմ տվել, գյուղը լավ չեմ հիշում, բառարանները դրած, երեխաները փայտով, չէ, որտեղ մարդիկ
մենք որպեսի դպրոցներս մտնեինք, տնորեն այնքան վատը զգաց, որտեղ կոշիկ տնելու ցեխի միջով ուսուցչանոց գնալ չէր լինում։ Անցանք ես հետո հաղորդում տվեցի, եկա վարչապետին ասեցի եւ այլն եւ շատ արագ այդ դպրոցը վերականգնվեց, այդ դպրոցը անտառի կողքին է հենց։ Հետո բայց հիմա Հայաստանում թե այդ ինչ դպրոցաշինություն է գնում, դուք այդպիսի շինարարություն եղել եմ եկել Ամերիկայում։ Ընդ որում դպրոցական գույքի մասին չեմ ասում, գույքը եւ այլն, բան չի փոխվել, այսինքն չեք ուզում դա տեսնել։ Հիմա մնացածը ես կարծում եմ առիթ տվեց մեր հայրենակից ասեմ նաեւ որ կարծում եմ որ կառավարությունը դրա մասին ասել եմ երկու խնդրի առաջ է կանգնած։ Հիմա մշակութային օբյեկտներ պիտի վերականգնվեն, կուլտուրայի տներ, բան նախքին որ գա, ինչ որ սա է, եւ ջրի հարցը պիտի լուծել եւ ջրի բաշխման հարցը։ Շատ հրատապ հարցեր են, հատկապես Եղվարդի ջրամբարի հարցը պիտի լուծվի, բայց որ ջրամբարներ են կառուցվել, որ եւ այլն տեսել եք, երազում կտեսնեիք, բացի այդ մի երկու գողավազակի դաշտերի ջուր լիներ։ Այդպիսի բաներ տեսել, այսինքն այս չտեսնելու քաղաքականություն ինչ է հիմա։ Ձեզ ինչ եմ ասում, եկեղեցին բռնատատված է, ասեցի, կարող է չեք հասկանում պոլոժենիա, մեռը ասելով 4 ամիս է, չեք հասկանում, թե չեք ուզում։ Եկեղեցին պարակտված չի, եկեղեցին վերադառնում է հայաստանյաց իրականություն, ռուսական գերությունից եւ վարչապետը եկեղեցու դեմ չէ։ Եվ եկեղեցուն վարչապետը ինչով է դեմ։ Նաեւ ասեմ ժողովուրդը իմացավ պատարակն ինչ է, քահանան ինչ է, եպիսկոպոսն ինչ է, կարկալույզն ինչ է, կուսակերոնն ինչ է, գիտեին էդ է, այդ չեք տեսնում այդ բոլորը, եւ շատ արագ այս հարցը լուծվելու է։ Հիմա եթե պարակտման հարց կա, մի բան պետք է ասեմ, եկեղեցին պարակտվել է 1956 թվականից առաջ եւ Դաշնակցությունը որոշեց Անտիլիասի թեմն առանձնացնել։ Վերացրեք այդ պարակտումը։ Եղավ, ուրեմն դրա մասին խոսեք։ Եվ բայց ես իշխանությունից դժգոհություն ունեմ, արագացրեք այս process-ը, եթե ասում եք եղբայրը չեկիստ է, երևի այս երկու, այսինքն այս բոլորը բարձ է, շատ արագ պետք է հարցը լուծել, եկեղեցի հարցը փակել, այնպես որ հայրենակիցներ, շատ հանգիստ եղեք, Հայաստանը վերաշինության մեջ է, եւ դուք էլ այսպես, դուք իմ մեր նման, այդ թերությունների վրա շատ բազար մի արեք։ Գերմանիայի հարցի մեջ շատ մեծ բան կա։ Տեսեք ինչ կա, ցեղասպանությունը մի պատ տնենք կողքի, հետո վերադառնանք։ Ուրեմն մենք եւ գերմանացիները պետության առաջացման իմաստով, ինչու եմ ես Գերմանիա ասում նաեւ, նույն ճանապարհն ենք անցել։ Մենք ի տարբերություն Ֆրանսիայի, որը քաղաքական ազգ է տարել պետություն ստեղծելուց հետո, քաղաքական է, հավաքվել են, հետո պետության մեջ ազգ են։ Մենք էթնոծագման իմաստով գերմանացիների պես պետությունն ու ազգի ձևավորում իրար է տեղել։ Սա շատ մշակութային նույնականություն եւ բան է առաջացնում, նմանություն։ Հիմա այդ Գերմանիայի բարակայում մի բան ասեմ։ Ուրեմն 1932-3 թվերին ես իմ դոկտորականում տագրել եմ, ճշգրիտ լավ չեմ հիշում, բայց թիվը չկարևոր։ Ուրեմն գերմանացիները մեզ Ռոզենբերգն էր արել, իհարկե, ով որ գիտի Գերմանիան, Ռոզենբերգը նա էր, ով ռասայական հարցերով էր զբաղվում, մեր Բալտիկայից, այսինքն հայերին անգիր գիտեր, բայց արել էր։ Ուրեմն մեզ գնչուների եւ հրյաների հետ միասին սեմական ժողովուրդների խումբ էին մտցրել, 3 ժողովուրդ էինք։ Այդ նշանակում է գնում էինք փուր, նրանց գոլոկոստ, վերջ։ Ուրեմն այս լուրը տարածվում է եւ մարդիկ իմանում են եւ փորձում են Ռոզենբերգի հետ մենք արիական ժողովուրդ ենք։ Այն ժամանակ էլ հիշեք արիականություն, Գերմանիա, արիացի ժողովուրդ։ Չեն կարողանում համոզել, որ մենք սեմական ենք, վերջացավ։ Ասում են, որ թուրքերը հաջողցրել արդեն ցուցակ էին մտցրել։ Ես էլ ասում եմ, որ մենք մինչև քննում ենք, թուրքերն ու ռուսներն արթնանում են։ Սա պիտի նկատի ունենան, նրանք արթ ունեն, որտեղ սրանց հետ է մեր գործը եղել եւ մտածում են ինչ անեն եւ այդ պատվիրակությունը գնում Մուսոլինիի մոտ։ Հռոմ։ Մուսոլինին Իտալիան էր, չէ՞։ Մուսոլինին իհարկե հայերին ընդունում է, երկրորդ անգամ է մեծ ձեռք մեկնել, եւ բացատրում են հարցիությունն, ասում են եղբայր,
Են հերոմը որ կար, են Կլեոպատրան, են Տիգրամեծը, են Կեսար Մեսարը, դուք ու մենք չենք, ասում են, բայց ինչ է, հարց ինչ է։ Ասում են մենք որպես սեմական ժողովուրդ գնում ենք քուրը, հիմա այդպես կոպիտ եմ ասում, մեր հայրենակցի համար, եւ ինչ։ Եվ ուրեմն Մուսոլինին ըստ հուշագրությունների, որ ես գրել եմ, ուրեմն դիմում է, զանգում է Հիտլերին։ Ասում են Գերջան, թե այդպես է ասում, թե ֆյուրեր ինչ ասում, դուք գիտեք, որ Հիտլերը մեծագույն հարգանք է ունեցել, ուրեմն Մուսոլինի հանդեպ։ Ասում են, որ այդ ամենի հայերը ինչ կապ ունեն սեմականության հետ, եւ Հիտլերը կարգադրում է մեզ սեմականների ցուցակից հանում են։ Հետո ինչ է լինում։ Ուրեմն ոչ միայն դա, այլ նաև դինում է որոշակի բարյացականություն պատերազմի տարիներին երկրորդի։ Եվ 600,000 հայ, 600 մի քիչ ավել պակաս, ուրեմն եվրոպահայեր, ոչ թե գերի ընկած այդ պատերազմում, 600,000 հայեր ստանում են Գերմանիայում ֆաշիզմի ժամանակ հաու է, կեցության իրավունք եւ հիմնական մասը ծառայում են, արդեն զորակոչում են Հոլանդիայում բարեկային ծառայություն։ Պատկերացնում եք, ահա Մուսոլինի, Հիտլեր եւ այլն, այնպես որ ես շատ կողմ եմ, որ այդ բաները լինի, այդ ոնց ասեմ, գիտելիքները լինեն, մենք ամեն ինչը չտեսնենք ուղիղ հարթ եւ փորձենք Գերմանիան ուրիշ է, դա մշակութային երկիր է, դա տեխնոլոգիական երկիր, այսօր էլ ռուսական հերթիրաշինությունը որ կա, ագունքներում բրաունն է, կարող է իրենցն է, այսինքն եւ աշխարհը, մեքենաշինություն եւ այլն։ Հիմա Գերմանիայի հետ հարաբերվելը բերում է նաև պատմության այդ անհայտ էջերի բացահայտմանը, բայց մենք պետք է փորձենք հասկանանք, բացենք հարաբերություններ, որտեղ մինչև ցեղասպանություն եւ այլն մենք լավագույն հարաբերություն ենք ունեցել գերմանացիների հետ, ասեմ ձեզ։ Ես ինքս անձամբ իմ անունից եմ ասում, ես երախտապարտ եմ Աբիխին, Հակստաղուզենին եւ այլն, ասեմ ինչու, Պարրոտին Գերմանացի բողոքականներն էին, պրուսցիները, որոնք Տորպատում համալսարան ունեին, ցարի ժամանակ, հիշում եք, դա մաքուր գերմանական համալսարան էր, որտեղ եկան Խաչատուր Աբովյանին այս խավար ժամանակներից են օգնեցին, վերցրին, տարան եւ կրթության տվեցին։ Ուրեմն, այդ որ ասում են, այդ իմաստով, Բաշրագուն Կրճան այսօրվա խոսքով ասած, Խաչատուր Աբովյանը դասական գերմանական կրթություն է ստացել, դասական, կլասիկ, կրթություն գինել գերմանուհի էր, բայց դրա հետ չառնչում էլ ուղիղ։ Ուրեմն ինչն էր հետաքրքիրը, որ եզակի պատմություն է, Պարրոտներ չէ, որ Խաչատուր Աբովյանին հովանավորում էր եւ այդ ինչ էին ասում, նա Խաչատուր Աբովյանը փորձեց ցանկություն է ունեցել նեղ մասնագիտացման կրթություն ստանա, բժիշկ չգիտեմ ինչ եւ այլն, գյուղատնտես, դե երկրի վիճակը, իրենք են խորհուրդ տվել, որ չէ, քո կոչումը ուրիշ գործ է, քո կոչումը նեղ մասնագիտացումը չի, այլ լուսավորիչ լինելն է, էլի ոնց ասած, եւ ինչ արեցին, հետը քայլել են, հետը աշխատել են, սիրել են, հովանավորել են ու անդադ ասել են հանգարց, դավանանքը չփոխես, չտառնաս ուղղափառ, չտառնաս բողոքական մեր նման, մեզ պետք է, ձեզ պետք է Գրիգոր Լուսավորչական այդ եկեղեցի դավանանք եւ հիշեք Խաչատուր Աբովյանի վեպերից, խոսքերից, որ ինչն է, հավատը եւ լեզուն, այս սրանք, որ այս եկեղեցու բազարը սարքել են, հավատ ու լեզու ունենային, ուրեմն այս հարցերը չէր բարձրանա կլներ, ոչ թե դեմագոգիա, դրա համար մենք ուրեմն իմիջալոց Գրիգոր Լուսավորիչ եւ Խաչատուր Աբովյան երկրորդ լուսավորիչ, երևի երրորդը չգիտեմ չի լինելու, մեր պատմության ամենալույս կետերն են մշակութային հավատի եւ այլնի ոլորտներում, ուրեմն դրա համար գերմանացիներին ես անձամբ ես այդ էջերը հետ այս վերջի տարիներն են բարձր, որտեղ սովետական գրականությունից այս բոլորը հնարավոր չէր հասկանալ, հասկանում եք որ Մուսոլինին օգնի հայությանը որ կենթանի մնան, այդ ֆաշիստը, այս ինչ է, իրենք ֆաշիզմ անում են, մեզ այդպես անգլիացու տեմ տրամադրել բան, ուզում եմ ասել, որ հիմա մերձի հետ հարաբերությունների մեջ Արմինուսի, մնացածների, որտեղ գերմանացիները եղեռնի տարիների մեջ շատ են անհատներն օգնել, հազար ու մի ձևերով,
Այս բոլորը պիտի վերադարձնել եւ հանգիստ աշխատել, բայց սրանց մեջ ասեմ մի բան, ման ինչ է պետք։ Մենք պիտի գիտակցենք մի բան, որպեսզի սա մենք լիարժեք անենք, այս բոլորը մեզ պետություն է պետք, նորմալ լավ պետություն, նորմալ, որտեղ եկեղեցին իր դերն է, որտեղ եւ գաղտնի ռուսական ծառայությունը դեր չունի, առայժմ Հայաստանում այդպես չի։ Եվ որտեղ վարչապետ առանց ոստիկանների մասնակցությամբ է գնալու պատարակների։ Եվ հա ժողովուրդներ պատարակի մացավ։ Առանց ոստիկանների, առանց ուժային կառույցների։ Եվ այսպես տեսել եք, այլ նախագահներին ասեք, են հայտնի է, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ասում է Քոչարյանի համար ինչ ասում է հայրմերը գիտես, ընդ որում առաջին նախագահին ասեմ, որ հայրմեր աղոտ չկա, դա տերունական աղոտ է, ինքը լավ չգիտի, հայրմերը, ես ասեմ տերունական աղոտքը գիտես, դա չգիտես, դա ճիշտ է։ Ուրեմն հիմա մենք վերադառնում ենք մեր ճշմարտությանը, որտեղ նաև երրորդ մասը կա, այն հարցը ինչու է պաշտպանում, որտեղ այս իշխանությանը ընտրել է մեր ժողովուրդը։ Հիմա էլ ում ընտրի, ես կանգնելու եմ նրա կողքին, բայց ես ենթադրում եմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը իր արժանի տեղը կունենա մեր խորհրդարանում, մերցնել ձեզ օրինակ, որպես այդ գերմանա-հայկական հարաբերությունները, նաև կուսակցական մշակութային առումով ավելի բարձր մակարդակի։ Մենք պատմական շրջադարձ ենք ապրում, պարզապես շատ այս անցյալի բեռը պատերազմում ջախջախվել եւ ռուսների նագլիությունը նրանց այս ստրուգներով շատ մեծ է։ Մեր հանդեպ եւ այլն, բայց դա անցնող բան է,